Բարի լույս, այսօր նոյեմբերի 19-ն է, օրը չորեքշաբթի Reopen Media-ի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում Re News լրատվականը, տաղավարում աշխատում է Լուսինե Ղարսայանը։ Վաղարշաբաթի ընտրությունը դեռ երկրի քաղաքական օրակարգի գլխավոր թեման է։ Ընդդիմադիր ամենաշատ ձայները ստացած հաղթանակ դաշինքի ներկայացուցիչների հետևից եկել է հակակոռուպցիոն կոմիտեն, հարուցված է քրեական գործ։ Հանրապետություն կուսակցության վստահված անձինք պահանջել են մասնակի վերահաշվարկ, քաղաքական ամբողջ դաշտն էլ շարունակում է մեկնաբանել արդյունքները որպես համապետական խորհրդարանական ընտրության նախերգանք։ Կարծիքները շատ են, մեծ մասը կանխատեսելի։ Գլխավոր հարցը՝ ինչ պատկեր կլինի հունիսին։ Վաղարշաբաթի նաև նախորդ ամենատարբեր մի քանի ընտրությունների գլխավոր ցուցանիշներից մեկը մասնակցության վիճակագրությունն էր։ Ընդդիմադիրները կարծում են, որ քաղաքացիական պայմանագրի հաջողությունները կապված են հենց մասնակցության ցածր ցուցանիշների հետ, այսպես ասած, մեծամասնություն են հավաքում փոքրամասնության մեջ եւ ընդդիմությունը կարևորում է հենց մասնակցության տոկոսի բարձրացումը։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ մարդիկ պարզապես ընտրել են կյանքը եւ իր կարծիքով այդպես է լինելու նաեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Անի Հովանեսյանն է պատմում։ Վաղարշաբաթի ընտրությունների շուրջ գրքերը շարունակում են թեժ մնալ։ Հանրապետություն կուսակցությունից 5 տեղամասում ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքների վերահաշվարկ են պահանջել։ Նրանց տեխնացուն 3.9% ձայներ էր հավաքել, 0.1%-ով հետ մնալով ընտրական շեմից։ Ընտրական խախտումների վիճակագրությունն ներկայացրել է Հայ-Ակվեն։ Խախտումները ըստ շարժման ներկայացուցիչների հատկապես շատ են եղել Խոյում եւ Արագածում։ Բազմաթիվ բնակավայրերում, հիմնականում Խոյ համայնքի գյուղական բնակավայրերում, ընտրատեղամասերի դեմ կուտակումներ էին, ընդ որում որպես կանոն կուտակված են նույն արտաքինով մարդիկ։ Իսկ ովքեր են դիտորդները ու ընտրական հանձնաժողովի անդամները, ու ինչ սկզբունքով են արտոնագրվում։ Ըստ ընտրական օրենսգրքի դիտորդական հասարակական կազմակերպության նկատմամբ դրված են մի քանի պահանջներ։ Կանոնադրությունը պետք է նախատեսի այդպիսի գործունեություն։ Պետք է ներկայացնի դիտորդների վարքականոնը, ցույց տա, որ նա դիտորդներին պատրաստել է այդ գործունեությանը։ Անդամները չպետք է մասնակցեն իրենք ընտրություններին որպես թեկնածուներ։ Հասարակական կազմակերպությունը որևէ աջակցություն չպետք է ցույց տա ընտրություններին մասնակցող կուսակցություններին։ Ընտրական հանձնաժողովի անդամներն էլ ամեն տարի դասընթաց են անցնում, ասում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակը։ Առհասարակ տեղամասային ընտրական հանձնաժողով ձևավորելու իրավասությունը վերապահված է երկու սուբյեկտի՝ խորհրդարանում խմբակցություն ունեցող կուսակցության եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի։ Իրենք են, որ ձևավորում են տեղամասային ընտրական հանձնաժողովը։ Լինում է նաեւ հարցաշարում հարցեր սահմանադրության հետ կապված, առհասարակ ընտրական օրենսգրքի հետ կապված։ Հիմնական շեշտը դրված է նրա վրա, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորություններին վերաբերի։ Իսկ քաղաքացիները հավատում են արդար ընտրություններին։ Reopen-ը օնլայն ու օֆլայն հարցումներ է իրականացրել։ Տելեգրամյան հարցման 82 մասնակիցների 45%-ը հավատում է անկախ ընտրություններին։ YouTube-յան հարցման 2200 մասնակիցների 60%-ն է հավատում անկախ ընտրություններին։ Արդար հարաբերական է դա։ Ասում են, բայց հնարավոր է, որ ոչ։ Ինչ է կարծում, Հայաստանում արդար ընտրություններ կան։ Ես չգիտեմ, ոչինչ չունեմ ասելու։ Ես արցախցի եմ, ոչինչ չունեմ ասելու։ Իսկ 2026-ին ինչ է սպասվում։ Ոչ մի լավ բան։ Ինչ է կարծում, Հայաստանում ինչպես են անցնում ընտրությունները, արդար է։ Այո, շատ է արդար գնում։ Օրինակ, վաղարշաբաթում շատ արդար գնաց, ճիշտ է, ընդդիմության կողմից խախտումներ եղան, բայց այդքան շատ չէ։ Արդար ընտրությունը ձեր պատկերացումով։ Ինչ որ տեղի անանում, հիմա դա կոչվում է արդար ընտրություն։ Ոչ, չեմ կարծում արդար է եղել ընտրությունները։ Ու ոչ էլ կլինի։ Ինչու՞։ Որտեղ ոչ հասարակությունն է պատրաստ, ոչ էլ ընտրությունների կազմակերպողներն են մտահոգված։ Հայ-Ակվե դիտորդական առաքելությունից նաև արձանագրեցին, ընտրակաշարքի բաժանելու դեպքեր չեն նկատել։ Հաղթանակ դաշինքից 5 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի ընտրակաշարք ստանալու, տալու եւ ընտրակաշարքի միջամտության դեպքերի առիթով։ Դաշինքի տեխնատուն սա քաղաքական թիրախավորում է որակում։ Դեռևս ինձ հետ կապված ոչ մի աշ չկա, ես ոչ մի տեղ չեմ հրավիրվել հարցաքննության, մեր տանն, ես էլ մամուլով ծանոթացա, մեր տան տունը խուզարկություն տեղի չի ունեցել, այսինքն ես ինքս ներգրաված չեմ։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն տարածեց, այո, որ քրեական գործ է հարուցված, 5 անձ են, 5-ից մոտ եւի 3-ին ես ընդհանրապես չեմ ճանաչում, շփման մեջ այդ մարդկանց հետ չեմ եղել։ Մայր Հայաստան կուսակցության առաջին երկու համարներին Գրիշա Հարությունյանին եւ Դավիթ Կարապետյանին մեղադրում են չարաշահումների մեջ։ Կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հայտարարության համաձայն վաղաշաբաթում իշխանության վերարտադրությունը բացի վարչական ու այլ տիպի ռեսուրսների կիրառումից տեղի ունեցավ նախընտրական կեղծիքի ու հասարակության լայն շրջանակների համար անտեսանելի գործընթացների միջոցով։
Անի Հովհաննիսյան, Ստեփան Տիգրանյան, Ռեոփեն մեդիա։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Տաշիր Կապիտալը զրկվեց Հայաստանի էլեկտրական ցանցերը կառավարելու լիցենզիայից։ Բազմաթիվ հարցեր կան, որոնք դեռ կմնան անպատասխան, սկսած մատակարարման խնդրից վերջացրած գնով։ Արդյոք այն կթանկանա, կեժանանա, թե ոչինչ չի փոխվի, բայց գլխավոր հարցը սեփականության իրավունքի խնդիրն է, որը հասել է Ստոկհոլմի արբիտրաժային դատարան իր բոլոր հետևանքներով։ Աննա Հարությունյանն է փորձել հասկանալ հեծի հետ կատարվողը ինչի կհանգեցնի առաջիկայում ու առհասարակ մենք այս հարցում գնում ենք հոսանքի ուղղությամբ, թե հոսանքին հակառակ։ Հայաստանի էներգետիկ համակարգի ամենախոշոր ընկերություններից մեկի Հայաստանի էլեկտրական ցանցերի ճակատագիրն անորոշ է։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 4 կողմ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշում է կայացրել զրկել Տաշիր խմբին պատկանող ընկերությանը լիցենզիայից։ Գործընթացը սկսվեց եւ շարունակվում է Տաշիր խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի շուրջ քրեական գործի ֆոնին, որին մեղադրում են պետական հեղաշրջման կոչերի մեջ։ Նրա եղբորորդին Տաշիր Կապիտալի գործադիր տնօրեն Նարեկ Կարապետյանը համոզված է, որ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի կողմից ընկերության վաճառքի վրա դրված արգելանքի պայմաններում որևէ լուրջ ընկերություն հեծը չի գնի։ Ստոկհոլմի արբիտրաժը արդեն արգելք է դրել, ոչ մի աշխարհում ոչ մի լուրջ վարկանիշ ունեցող ընկերություն չի գա, չի գնի որևէ ընկերություն, որը միջազգային արբիտրաժով արգելք է դրած նրա օտարման, նրա հետ կապված որևէ գործար կատարելուն, եթե նրանք ուզում են ունենան միջազգային ներդրող Հայաստանում, նրանք պետք է հաշվի առնեն, որ այդ ներդրողները պետք է ունենան իրավունք արբիտրաժ դիմելու։ Եթե արբիտրաժ դիմելու իրավունքը մարդկանց ոտնահարվում է, ոչ մի լուրջ ներդրող Հայաստան չի գալու։ Փաստաբան Արամ Վարդևանյանն այս գործընթացն աբսուրդային է համարում, ընդգծելով, որ իշխանությունները պատրաստվում են բանակցել մի սեփականատիրոջ հետ, որին իրենք կալանքի տակ են պահում։ ՀՑԿՀ համապատասխան որոշման մեջ ինչ է ձևակերպվում։ Ասվում է, որ 3 ամիս ժամանակ կա, որ սեփականատիրոջ հետ բանակցեն։ 3 ամիս սեփականատիրոջ հետ բանակցեն, գնալու են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում բանակցեն։ Անկեղծորեն եմ ասում, սա նման է որոշակի իմաստով ահաբեկչական գործողության։ Մասնագետները զգուշացնում են լրջագույն ռիսկերի մասին։ Էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ Արմեն Մանվելյանը կարծում է, որ սա ոչ այլ ինչ է, քան սեփականությունը խլելու փորձ, որը կործանարար հետևանքներ կունենա Հայաստանի ներդրումային գրավչության համար։ Նրա խոսքով կատարվողը քաղաքական հաշվարկի արդյունք է։ Խնդիրը իրավական դաշտում է։ Բարձր որ հեծին լիցենզիա զրկել ավելի շուտ իմ պատկերացում սա հեծի սեփականատիրոջից իր սեփականությունը խլելու փորձ է։ Ինչը բավականին վատ հետևանքներ կարող ունենալ ընդհանրապես Հայաստանի համար։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը սակայն ներկայացնում է իրավիճակի իրենց տեսլականը։ Ընկերությունը կշարունակի կառավարել ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, մինչև պետությունը կորոշի ընկերության հետագա ճակատագիրը, որի համար քննարկվում է 3 հիմնարար սցենար։ Պետությունը արդեն ինքը կորոշի պետականացված այդ ընկերությանը ինչ նոր կարգավիճակ տալ։ Իսկ այդ նոր կարգավիճակը այս պահին իմ մտքում առնվազն նշмарվում է 3 տարբերակ, թե որ ճանապարհով պետությունը կգնա, դա ժամանակը ցույց կտա։ Այսինքն տարբերակ 1 կարող են վաճառել այլ ընկերության, տարբերակ 2 կարող են կոնսորցիումով կառավարման տալ, պետությունը մասնաբաժին ունենա, կարող են պետական պահել։ Ժամանակ առ ժամանակ խոսում է, որ կարող է ինչ-որ թուրքական ընկերություն գա։ Սա նորից մասնավոր ընկերությունը կփորձի խուսափել sense խնդրից, բայց եթե քաղաքական որոշում ընդունեն, չգիտեմ, զուտ տեսականորեն դա հնարավոր չէ, ես առանձնապես դրան չեմ հավատում։ Ըստ Մանվելյանի, քանի դեռ գործում է Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը, որևէ միջազգային ներդրող ռիսկի չի դիմի հեծում ներդրում անելու։ Միջազգային ոչ մի ներդրող Հայաստան չի գա կոնկրետ հեծի համար, զուտ այն պատճառով, որ գտնվում է Ստոկհոլմյան դատարանի որոշումը կա։ Քան այդ որոշումը կա եւ Ստոկհոլմյան արբիտրաժային դատարանը այն չի չեղարկել, ոչ ոք ռիսկ չի անի Հայաստանում հատկապես հեծում, ինչ որ 1 կոպեկի միջազգային որցե խաղացող ներդրում անի։ Մասնագետը նաև մտահոգություն է հայտնում ընկերության տեխնիկական վիճակի վերաբերյալ։ Ցանկացած նոր սեփականատեր կամ կառավարիչ պետք է շարունակի մշտական ներդրումները համակարգի մաշվածությունը չեզոքացնելու համար։ Տարբեր կարծիքներ է շրջանառվում։ Օրինակ եմ որ հեծը կարող է բարձրանալ մասերի եւ մաս վաճառել։ Ինչը իրականում շատ դժվար է, բայց եթե ասված չան ինչ իրականն է, սա կբերի էլեկտրոէներգիայի թանկացմանը։
Մասնագետը նաև կասկածում է, որ հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների խորացման եւ Թրամփի ուղու իրականացման ֆոնին ամերիկյան որևէ ընկերություն հեծի շուրջ ստեղծված այսօրվա պայմաններում կցանկանա ձեռք բերել ընկերությունը։ Աննա Հարությունյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը նորից երկարացվել է։ Նա կալանավորված է հունիսի 18-ից իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Կարապետյանն ու իր պաշտպանները սա համարում են քաղաքական հետապնդում։ Փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում գործընթացը բնորոշել է որպես իրավական ահաբեկչություն։ 2025 թվականի հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձը ուղղակիորեն կանխորոշեց իրավապահների գործողությունը, այս դեպքում էլ հայկական ժամանակ օրաթերթը կանխորոշեց դատական գործընթացը, դատարանի որոշումը։ Ես նման բան Հայաստանի Հանրապետությունում չեմ տեսել։ 2 ամիս կալանքը, միջնորդությունը կալանքը երկարաձգելու վերաբերյալ բավարարել, երբ դրանից 1 ամիս առաջ ասվում էր, որ 1 ամսով է երկարաձգվում կալանքը։ Սա պարզապես անլրջություն է ուղղակի։ Իսկ ազգային ժողովում 3 լսումներ էին մարտի 1-ի մասին։ Ընդդիմադիրները սա որակել են թատրոն եւ հրաժարվել են դրան մասնակցել։ Խորհրդարանում այս քննարկումը հաջորդում է միետի որոշմանը, որով Հայաստանը մեղավոր է ճանաչվել զոհերի մեծ մասի կյանքի իրավունքը խախտելու եւ անարդյունավետ քննություն իրականացնելու համար։ Դատարանը նաեւ պարտավորեցրել է պետությանը զոհերի հարազատներին վճարել զգալի փոխհատուցում յուրաքանչյուրին 30,000 եվրո բարոյական վնասի եւ ընդհանուր 35,000 եվրո դատական ծախսերի համար։ Սիմոն Հովանեսյանն է պատմում։ Ազգային ժողովում լսումներ են մարտի 1-ի գործով, քննարկմանը մասնակցում են իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամներ, գլխավոր դատախազը, քննչական կոմիտեի նախագահը, կառավարության եւ տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Նիստը վարող Ռուստամ Բաքոյանը նշում է մարտի 1-ի գործը արդարադատություն չէր, այլ դրա իմիտացիա։ 2008 թվականի մարտի 1-ին, երբ մեր երկրում տեղի ունեցավ 10 քաղաքական մարդու սպանություն, օրվա իշխանությունը կանգնեց ընտրության առաջ, կամ ապահովելով օրենքի գերակայություն, կամ ծառայել նեղ քաղաքական շահերի։ Ցավոք, նախկին իշխանությունները ընտրեցին երկրորդը։ Նրանց գործողությունները ոչ թե անհատի դեմ էին ուղղված, այլ մի ամբողջ պետության, Հայաստանի Հանրապետության քաղաքացու, նրա արժանապատվության, նրա ազատության, առհասարակ ժողովրդավարության դեմ էին ուղղված։ Նախկին իշխանությունները բոլոր այս տարիներին պնդում են, որ իրավապահների գործողություններն ուղղված էին հենց պետականության պաշտպանությանը, այլ ոչ թե ընդդեմ։ Բաքոյանի խոսքով գործի ամբողջական բացահայտումը իշխանության խնդիրն է, որպեսզի ժողովուրդը վերականգնի վստահությունն արդարադատություն իրականացնող մարմինների նկատմամբ։ Եվրոպական դատարանը փաստել է, որ բոլոր մահերը մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ վրա են հասել պետության կողմից անհամաչափ ուժի գործադրման արդյունքում, որի կիրառումը բացարձակ անհրաժեշտություն չի եղել։ Ավելի վաղ մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել էր Ֆարմանյանը եւ այլ կնդեմ Հայաստանի գործով իր որոշումը, որը վերաբերում էր 2008 թվականի մարտի 1-ից 2-ին Երևանում զանգվածային բողոքի ցույցերի ճնշման ժամանակ 10 քաղաքացիների մահվանը։ Դատարանը միաձայն որոշել է, որ Հայաստանի իշխանությունները խախտել են զոհերի մեծ մասի կյանքի իրավունքը եւ մատնանշել ողբերգության քննության անարդյունավետությունը։ Մենք ունենք անջատված մաս, որը 2021 թվականի հոկտեմբերի 23-ից քննվում է հակակոռուպցիոն կոմիտեում, այսինքն ունենք քրեական վարույթ, որով այս բանին եւս նախաքննություն է կատարվում։ Գլխավոր դատախազը այդ ժամանակվա ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Սաշա Աֆյանի մասին է խոսում։ 2020 թվականին քննիչը որոշել է, որ գործի վաղեմության ժամկետը լրացել է, բայց Աննա Վարդապետյանի հիմնավորմամբ մեղսագրվող հոդվածը չի կարող ունենալ վաղեմության ժամկետ։ Նշեմ, որ առաջիկայում այս դրվագը մեղադրական եզրակացությամբ կհանձնվի դատարան։ Նշեմ նաև, որ ինչպես Եվրոպական դատարանը Ֆարմանյանը եւ այլ ընդդեմ Հայաստանի արդեն սեպտեմբերին կայացված վճռով հաստատել է, որ պատշաճ քննություն չի իրականացվել ոստիկանական բարձրագույն ղեկավարության եւ այն անձանց վերաբերյալ, ովքեր հատուկ միջոցներ գործադրելու հանձնարարություն են տվել կամ չեն պատրաստել այդ թվում երիտասարդ զինծառայողներին, քանի որ բանակի մասնակցության փաստի վերաբերյալ էլ կան տվյալներ, այս անձանց մասով քննությունը չի իրականացվել պատշաճ եւ պետք է քննության ուղղությունն այս առումով փոխվի։
Ընդդիմադիր Հայաստան դաշինքը լսումները խայտառակ թատրոն է անվանում։ Նախորդին տարածած հայտարարությամբ ասում են, որ Եվրոպական դատարանը խնդիրը դիտում է մահվան դեպքերի, այլ ոչ սպանությունների տրամաբանությամբ, չբացառելով, որ մեկ մարդու մահվան հանգամանքը կարող է պայմանավորված լինել ոչ խաղաղ ցուցարարների բռնի գործողություններով։ Աբսուրդ է նաև այն, որ 2018-ից հետո վերաբացված մարտի 1-ի հակասահմանադրական գործը այժմ դատաքննության փուլում է, բայց ազգային ժողովում այս թեմայով քննարկում են ծավալում։ Բավական է նաև քննարկման նախաձեռնողների եւ զեկուցողների կազմը, արձանագրել, որ փաստահավաք խումբ կա, բայց չկա մարտի 1-ի գործով ստեղծված ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը, եւ այս ձեռնարկության քաղաքական նպատակը պարզ կլինի։ Իսկ պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասում է, որ տեղեկացված չի եղել, չնայած մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ է։ Պատմում է, որ մարտի 1-ին քաղաքացիների կողքին է եղել ու այդ խնդիրը շատ է բարձրաձայնել, անգամ երբ իշխող Իմ քայլը խմբակցության անդամ էր։ Այն ժամանակվա իմ թիմակիցները ինձ նախատում էին, թե ինչու է գլխավոր դատախազին թիրախավորում, նա մարտի 1-ի գործը բացահայտում է։ Հիմա ձեր լրատվամիջոցի միջոցով սենսացիոն հայտարարություն են անում։ Հակոբ Սիմիդյան, բացվել է մարտի 1-ի գործը։ Դու Իմ քայլը խմբակցության քարտուղարն ես։ Ասում ես ինչու ես խոսում մարտի 1-ի մասին։ Հիմա գոհես մարտի 1-ի բացահայտումից Հակոբ Սիմիդյան։ Թովմասյանը այս process-ը բեմադրություն է որակում, ասում է պրոֆեսիոնալիզմ է պետք եւ քաղաքական կամք մարտի 1-ը բացահայտելու համար։ Գուցե կամք ինչ-որ պահի եղել է, բայց հիմա իրական ջանքեր չի տեսնում։ Ազգային ժողովում հանրային քննարկումը տևեց մոտ 5 ժամ։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Ֆրանսահայ 40 կազմակերպություն համատեղ հայտարարություն է տարածել ի աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի եւ այլ հիմնարար իրավունքների։ Հայտարարության մեջ ասվում է, որ արցախահայերի վերադարձի իրավունքը հեռավոր հույս չէ։ Այն արդարության հրամայական է, որը պաշտպանելը նշանակում է պաշտպանել մարդկային ընդհանուր արժեհամակարգը։ Մեր գերիներից Վիգեն Էուլջեքչյանի վիճակն էլ կտրուկ վատացել է, այս մասին հայտնել է նրա կինը եւ փաստաբանը։ 45-օրյա ընդմիջումից հետո Վիգենը նոյեմբերի 16-ին զանգել է ընտանիքին եւ կարճ խոսակցություն ունեցել։ Reopen-ը զրուցել է Վիգենի կնոջ հետ, նրա խոսքով ամուսինը հայտնել է, որ ֆիզիկական վիճակը կտրուկ վատացել է, չի կարողանում քայլել, ունի անվասայլակի եւ դեղորայքի կարիք, որոնք իրեն չեն տրամադրում։ Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի վիճակը կտրուկ վատացել է։ Ըստ փաստաբանի 45-օրյա ընդմիջումից հետո Վիգենը նոյեմբերի 16-ին կապ է հաստատել ընտանիքի հետ։ Կարճատև զրույցի ընթացքում Վիգենը հայտնել է, որ իր ֆիզիկական վիճակը կտրուկ վատացել է, չի կարողանում քայլել եւ կարիք ունի անվասայլակի, որն իրեն չեն տրամադրում։ Նա ինձ ասաց, Լինդա, ես սողում եմ, մեջքի խնդիր ունեմ, ցավերից այլևս չեմ կարողանում քայլել, ոտքերիս վրա սողալով եմ տեղաշարժվում։ Ինձ բժշկի են տանում, նա դեղ է նշանակում, բայց այնտեղի պահակները չեն տալիս այն ինձ։ Բանտի տնօրենը չի համաձայնում խոսել ինձ հետ, որպեսզի դեղ տա, ոչ ոք ինձ չի պատասխանում։ Ամբողջ այս ընթացքում իմ միակ սնունդը հացն ու թեյն է, չեմ կարողանում ուտել, առողջությունս շատ է վատացել, դեղերի կարիք ունեմ։ Փաստաբան Լուսիանա Մինասյանը ահազանգել է, որ Էուլջեքչյանի կալանքի պայմանները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը, բանտարկյալների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի իրավունքը եւ ՄԱԿ-ի բանտարկյալների հետ վարվելակերպի նվազագույն ստանդարտները, Մանդելայի կանոնները։ Մենք հրատապ պահանջում ենք անմիջական անկախ բժշկական գնահատում, որակավորված միջազգային մարմինների հումանիտար հասանելիություն, անվավոր աթոռի, պատշաճ սննդի եւ անհրաժեշտ դեղամիջոցների տրամադրում, ծանուցումներ ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերին, մարդու իրավունքների կազմակերպություններին եւ չեզոք դիտորդներին։ Վիգենի կինը կոչ է անում աշխարհին կանգնել գերիների կողքին, ասում է, որոշ գերիների հարազատներ վախենում են խոսել, բայց ինքը վստահեցնում է, չի լռելու հանուն արդարության։ Իմ ամուսինը անմեղ է եւ նա չպետք է դատվի որպես վարձկան։ Իմ ամուսինը Հայաստանի քաղաքացիություն ունի։ Նա պետք է ազատ արձակվի, նրա առողջական վիճակը բոլորովին լավ չէ։ Ես 5 տարի է կոչ եմ անում հեռուստատեսությամբ։ Շնորհակալություն նաեւ ձեզ։ Էուլջեքչյանի առողջական վիճակին զուգահեռ ոչ պակաս մտահոգիչ է նրա դեմ պաշտոնական Բաքվի մեղադրանքների իրավական ու բարոյական ֆոնը, նաև քաղաքական անբարո նպատակները։ Ադրբեջանական քարոզչամեքենան համառորեն փորձում է լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին ներկայացնել որպես վարձկան, այդպիսով ստեղծելով կեղծ իրավական հիմքեր նրան ռազմագերու կարգավիճակից զրկելու եւ ահաբեկչության շինծու մեղադրանքով դատելու համար։ Բաքվի այս մարտավարությունը աներևակայելի ցինիզմ է, երբ հիշում ենք 44-օրյա պատերազմի ընթացքում հենց Ադրբեջանի կողմից
կողմից 3000 օտարերկրյա վարձկանների ներգրավման անհերքելի փաստերը։ Մինչ Ադրբեջանը փորձում է վարձկանի պիտակ կպցնել սփյուռքահայ կամավորին, հայկական բանտում Հայաստանի արդարադատության նախարարության համաձայն իրենց պատիժն են գրում ՑՄԱ ազատազրկման դատապարտված 2 սիրիացի վարձկաններ։ Խոսքը Մուհրաբ Մուհամմադ Ալ-Շխերիի եւ Յուսուֆ Ալ-Աբեդ Ալ-Հաջիի մասին է։ Այս 2 սիրիացի զինյալները գերեվարվելով հայկական ուժերի կողմից մանրամասն ցուցմունքներ են տվել այն մասին, թե ինչպես են իրենց հավաքագրել Սիրիայի հյուսիսում գործող թուրքամետ խմբավորումները, ինչպես են նրանց Թուրքիայի տարածքով տեղափոխել Ադրբեջան եւ ինչպես են ամսական $2000 խոստումով ուղարկել կռվելու Արցախահայության դեմ։ Սիրիացի ահաբեկիչների գործը լավագույնս վկայում է այն մասին, թե որքանով են շինծու եւ իրականությունից կտրված Բաքվի մեղադրանքները Վիգեն Էուլջեքչյանի հասցեին։ Մերի Դանիելյան, Reopen Media։ Մեր գերիներին փաստացի խոշտանգելը յուրատեսակ ֆոն է Ադրբեջանի հանրակրթության համար։ Ապշեցուցիչ տեսանյութ է տարածվել համացանցում, թե ինչպես են ադրբեջանական դպրոցներում վերաբերվում հայերին, ինչը շատ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Եթե կարճ այնտեղ ոչինչ չի փոխվել, ատելությունը դպրոցներում է ու ամենուր հաշտության ձգտման նշույլ անգամ չի զգացվում։ Երևանի հետ իբր խաղաղություն կառուցող Բաքուն շարունակում է սերունդ կրթել «Ասա Ղարաբաղն Ադրբեջան է» պատերազմի օրերից հայտնի զազրելի լոզունգով։ Ադրբեջանցի լրագրող Ջավիդ Ահմեդովը հրապարակել է տեսանյութ ադրբեջանական դպրոցներից մեկում թշնամական քարոզչության մասին։ Այսպես է ձևավորվում նոր սերնդի աշխարհայացքը եւ այսպես է Ադրբեջան պետությունը հովանավորում թշնամանքը։ Դպրոցական դասագրքերում հայերին անվանում են ագրեսոր, թշնամի ու երեխաներին մանուկ հասակից ներարկում այն միտքը, որ հայերն իբր գողացել են ադրբեջանական հողերը։ Մինչդեռ սեփական արարքներին կողքից հետևելու դեպքում կնկատեին, որ իրենց իսկ բեմականացման մեջ բռնությամբ ու մահվան սպառնալիքով են կորզում Ղարաբաղն Ադրբեջան է արտահայտությունը։ Քարվաճարի 34 համարի դպրոցն է ու այս պատկերն է ողջ Արցախում։ Բռնազավթված տարածքների դպրոցներում ձևավորվել է մի ավանդույթ, երբ դասամիջոցի ժամանակ դպրոցի ամբողջ տարածքում 2 անգամ հնչում է Իլհամ Ալիևի ձայնը. Ղարաբաղը մերն է, Ղարաբաղն Ադրբեջանը։ Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ նրանց պատմական հայրենիքը գտնվում է ներկայիս Հայաստանի տարածքում, որը նրանք անվանում են Արևմտյան Ադրբեջան։ Օրինակ Խաչմազի հաղթանակ զբոսայգում անցկացվել էր Արևմտյան Ադրբեջանը մեր հայրենիքն է խորագրով փառատոն, որի ընթացքում տեղի աշակերտները ներկայացրել են ձեռագործ աշխատանքներ Թալին եւ Գառնի հայկական տեղանուններով։ Փաստացի Բաքվում երեխաները մեծանում են ոչ թե խաղաղության, այլ ռևանշի եւ տարածքային նկրտումների գաղափարախոսությամբ, մի բան, որում մեղադրում է մեզ Բաքվի բռնապետ Ալիևը։ Կրթական այս քաղաքականությունը պաշտոնականացվում է։ Իլհամ Ալիևը իր ելույթներում օգտագործում է նվաստացուցիչ տերմիններ եւ հստակ հրահանգ տալիս կրթական համակարգին ու հասարակությանը։ Հայերին ատելը պետական պահանջ է։ Այս քաղաքականության նյութական մարմնացումը Բաքվի կենտրոնում գտնվող ռազմավարի պուրակն է։ Այն ցուցադրում է 2020 թվականի պատերազմի ընթացքում գրավված հայկական զինտեխնիկան, հայ զինվորականների ցուցամանեկենները, որոնք հանդիսանում են ծաղրի եւ նվաստացման օբյեկտ։ Բաքվի կառավարության ատելությունը չի սկսել հաղթանակի այգուց։ Դա պարզ էր ավելի վաղ, երբ Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպային եւ նրան հերոսի պես ընդունեցին։ Այգին նույն տրամաբանությամբ է զոհվածների սաղավարտներով ու երեխաների համար ռասիստական մանեկեններով։ Սա անմարդկայնացում է։ Այս այգին հայատյացության դասագիրք է բաց երկնքի տակ, այն փոխանցում է հստակ ուղերձ, հակամարտությունը դեռ ավարտված չէ եւ ատելությունը պետք է շարունակվի։ Ադրբեջանում հայատյացության քարոզը սկսած դասագրքերից մինչեւ նախագահի խոսք եւ ռազմավարի պուրակի ցուցանմուշներ ապացուցում է, որ այն դարձել է պետական գաղափարախոսության առանցքը։ Մինչ միջազգային հանրությունը փորձում է խաղաղություն հաստատել, Բաքուն դաստիարակում է մի սերունդ, որը ծրագրված է նոր պատերազմների համար եւ իրական խաղաղության ակնկալիքը այդ երկրում արկա միտումները հաշվի առնելով ողջամիտ մարդկանց համոզմամբ միամտություն է։ Դիանա Կարապետյան, Reopen Media։ Վաշինգտոնում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգը, սա կարևոր շրջադարձ է, քանի որ նրան մեղադրում էին 7 տարի առաջ Վաշինգտոն Պոստի սյունակագրի դաժան սպանության մեջ Ստամբուլում։ Մերձավոր Արևելքը Միացյալ Նահանգների գլխավոր դաշնակիցն ու նավթի շուկայում վճռորոշ ազդեցություն ունեցող երկիր է։ Տարածաշրջանային առումով էլ այս այցը շատ կարևոր է։ Սաուդյան Արաբիան կարող է այնպիսի ազդեցություն ունենալ նավթի գնի վրա, որ հանգուցալուծի կամ սրի աշխարհի մյուս ծայրում որևէ հակամարտություն, այնպես որ Թրամփը ու թագաժառանգը խոսելու շատ թեմաներ ունեն։ Թեմային ծանոթ է Դավիթ Գենջոյանը։
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը այսօր կհանդիպի նախագահ Թրամփի հետ։ Կարծես թե վերջ դնելով Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը Ջամալ Խաշոգչիի սպանությունից հետո սկսված միջազգային մեկուսացմանը։ Ժամանակին անցանկալի անց համարվող արքայազնի այցը նշանավորվում է նրա վերադարձը որպես թագավորության ժառանգորդ եւ համաշխարհային ազդեցիկ առաջնորդ։ Արդեն 7 տարի է անցել եւ գահաժառանգի հեղինակությունն անշուշտ տուժել է 2018 թվականի հոկտեմբերին Ջամալ Խաշոգջիի սպանության հետ իր առնչության պատճառով։ Սակայն այս այցի նշանակությունը թերևս բխում է մի քանի տեսանկյունից։ Նախ այն պարզապես վերահաստատում է, որ Մուհամմեդ բին Սալմանը վերադարձել է, որ անգամ այդ ողջ ժամանակահատվածում Ամերիկա-Սաուդյան հարաբերությունների պահպանումից զատ, հենց ինքը Մուհամմադ բին Սալմանը ցանկալի է առնվազն նախագահի կողմից Վաշինգտոնում եւ որ նա այլևս մեկուսացման մեջ չէ։ Ջամալ Խաշոգչին սաուդցի լրագրող եւ Washington Post-ի սյունակագիրն էր, որը հայտնի էր Սաուդյան Արաբիայի իշխանությունների, մասնավորապես Մոհամմեդ բին Սալմանի հասցեին իր քննադատությամբ։ Լրագրողի սպանությունից հետո իմպուլսիվ առաջնորդ համարվող Մոհամմեդ բին Սալմանը վերջին տարիներին արմատապես փոխել է իր կերպարը։ Արտաքին քաղաքականության մեջ նա իրեն դրսևորում է որպես տարածաշրջանային խաղաղարար, կարգավորելով հարաբերություններն Իրանի հետ, իսկ երկրի ներսում իրականացնում է սոցիալական հեղափոխություն, ընդլայնելով կանանց իրավունքները։ Այս երկու ուղղություններով նա նպատակ ունի Սաուդյան Արաբիան փակ աստվածապետությունից վերածել աշխարհին ինտեգրված կայունացող ուժի։ Այդ միջադեպն իսկապես ցավալի էր բոլոր սաուդցիների համար, եւ ես հավատում եմ, որ այն ցավալի է աշխարհի յուրաքանչյուր մարդու համար։ Դա զարհուրելի հանցագործություն է, որը արդարացում չունի։ Այսօր Սաուդյան Արաբիայի թագավորությունը ձեռնարկում է բոլոր իրավական միջոցները հետաքննությունն ավարտին հասցնելու, Թուրքիայի կառավարության հետ համագործակցելով եզրակացությունների հանգելու եւ հանցագործներին դատարանի առաջ կանգնեցնելու համար, որպեսզի նրանք ստանան իրենց պատիժը։ Սակայն նույն ձեռքը, որը բացեց հասարակության ազատության դուռը, երկաթե բռունցքով լրացրեց ցանկացած այլախոհություն։ Քննադատները բանտարկվեցին, իսկ հակառակորդ իշխանական կենտրոնները ոչնչացվեցին։ 2017 թվականին Ռիադի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած զանգվածային ձերբակալությունները, երբ տասնյակ արքայազններ ու գործարարներ մեկուսացվեցին կոռուպցիայի մեղադրանքով, ամրապնդեցին նրա բացարձակ իշխանությունը։ Ուղերձը պարզ էր, բարեփոխումներն իրականացվում են միայն Մուհամմադ բին Սալմանի թույլատվությամբ, եւ դրա գինը նրան անվերապահ հավատարմությունն է։ Նախագահ Թրամփի առաջին պաշտոնավարման ընթացքում մարդու իրավունքների վրա ըստ էության շեշտադրում չի արվում։ Ուստի դա շատ ավելի քիչ խոչընդոտ է այս հարաբերությունների համար։ Անշուշտ նախագահի կողմնակիցներից ոմանք մեծապես կարևորում են Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը, սակայն ինքը նախագահը կարծես թե պատրաստ է մի շարք կողմնակի գործարքներ կնքել առանց դա իր բանակցությունների առանցք դարձնելու։ Փորձագետները համակարծիք են, որ Խաշոգչիի գործը մոռացված չէ, սակայն այն այլևս որոշիչ գործոն չէ, նշելով, որ Ամերիկային անհրաժեշտ են ծոցի ածխաջրածնային էներգիան ու կապիտալը։ Սաուդյան Արաբիան հիանալի դաշնակից է եղել, բայց այն, ինչ տեղի ունեցավ, անընդունելի է։ Մենք դեռ կհետևենք զարգացումներին։ Նրանք ձերբակալել են, պարզապես տեղեկացնեմ, սեղանի շուրջ նստածներին, մեծ թվով մարդկանց, որոնք առնչություն ունեն Թուրքիայում եւ Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում տեղի ունեցած միջադեպի հետ։ Դա ընդհանրապես առաջին քայլն է, բայց մեծ քայլ է։ Մասնագետների պնդմամբ սպասվող այցը ոչ միայն խորհրդանշում է բին Սալմանի դիրքերի վերականգնումը, այլև ընդգծում է մի նոր իրողություն, որտեղ աշխարհաքաղաքական շահերը եւ գործարքային դիվանագիտությունը գերակայում են մարդու իրավունքների շուրջ բարոյական մտահոգություններին։ Մի աշխարհում, որտեղ երբեմնի գրոհային Սիրիայի առաջնորդին կրկին ընդունում են արաբական գագաթնաժողովներում, Սաուդյան արքայազնի վերականգնումն այլևս արտարոց չի թվում։ Այն ցույց է տալիս, որ բավականաչափ ռազմավարական եւ տնտեսական լծակներ ունենալու դեպքում այնպիսի լույս է ճառագում, որ անգամ ամենամռայլ ստվերները կարող են սրվել։ Դավիթ Գենջոյան, Ռիոփեն մեդիա։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին Մակրոնի հետ կործանիչների մատակարարման պայմանագիր կնքելուց հետո հիմա էլ գնում է Թուրքիա Էրդողանի հետ հանդիպման։ Միջազգային մեդիայում կարծիքներ են հնչում, որ նա փորձում է վերակենդանացնել Ռուսաստանի հետ բանակցությունները պատերազմն ավարտելու համար։ Ի դեպ, Թրամփի հատուկ բանակնած Սթիվ Ուիթքոֆը նույնպես Թուրքիայում է լինելու։ Մինչև այդ Զելենսկին Ֆրանսիայից դեռ մեկնել է Իսպանիա։
Զելենսկու ինքնաթիռը վայրէջք կատարեց Մադրիդում։ Նրան Իսպանիայի խորհրդարանի շքամուտքի մոտ դիմավորեցին երկրի բարձրագույն քաղաքական դեմքերը։ Կոնգրեսի նախագահ Ֆրանսինա Արմենգոլի եւ Սենատի ղեկավար Պետրո Ռոլանը։ Այցի օրակարգը հագեցած է եւ նպատակ ունի ամրապնդելու Կիևի դիրքերը Եվրոպայի հարավ-արևմուտքում։ Իսպանիան որպես ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի կարևոր անդամ Կիևի համար ոչ միայն քաղաքական, այլև ռազմական աջակցության կենսական աղբյուր է։ Զելենսկու մադրիդյան այցը տեղի է ունենում Փարիզում ձեռք բերված աննախադեպ պայմանավորվածությունների ֆոնին, որոնք արդեն իսկ որակվել են որպես պատմական։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման արդյունքում ստորագրվեց մտադրությունների հուշագիր, որով Ֆրանսիան պարտավորվում է առաջիկա տասնամյակներում Ուկրաինային փոխանցել մինչև 100 միավոր Ռաֆալ արդիական կործանիչներ։ Այսօր մենք թևակողում ենք նոր փուլ։ Այս համաձայնագրով մենք շարունակում ենք հույս դնել մեր պաշտպանական արդյունաբերությունների մերձեցման եւ ինտեգրման վրա, որպեսզի շարունակենք աջակցել Ուկրաինային առաջնագծում գտնվող նրա զինված ուժերի արդիականացմանը, որոնք հանդիսանում են Եվրոպայի պաշտպանության առաջին գիծը եւ ագրեսիայի զսպման միջոցը։ Եվ մենք դա անում ենք երկարաժամկետ հեռանկարում, միևնույն ժամանակ հայտարարելով, որ ուկրաինական բանակի վերականգնվելու կարողությունը վճռորոշ տարր է բոլորիս անվտանգության համար։ Այս գործարքը զուտ ռազմական չէ, այն ռազմավարական ուղերձ է Կրեմլին։ Զելենսկին իր հերթին չթաքցրեց ոգևորությունը, նշելով, որ գուցե ինչ-որ մեկի համար սրանք սոսկ տեխնիկական մանրամասներ են, բայց ուկրաինացիների համար հուշագիրը կենսական նշանակություն ունի։ Պատրաստվել են համաձայնագրեր եւ հենց այսօր ստորագրվում են կարևոր փաստաթղթեր, որոնք էականորեն կամրապնդեն մեր պաշտպանական կարողությունները։ Առաջին հերթին Ուկրաինան կստանա 100 միավոր Rafale F4 գործանիչներ, գերհզոր ֆրանսիական ռադարներ 8 Smart-T գործարկիչով։ Մինչ դիվանագետները ստորագրում են փաստաթղթեր, ռազմաճակատը շարունակում է խոսել հրետանու լեզվով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում զեկուցել է Ուկրաինայի էներգետիկ եւ ռազմական ենթակառուցվածքների ուղղությամբ 142 հարված հասցնելու մասին։ Ըստ ռուսական կողմի ոչնչացվել են տանկեր, զինամթերքի պահեստներ, իսկ Պոկրովսկի, Խարկովի եւ Կուպյանսկի ուղղություններում հետ են մղվել ուկրաինական բազմաթիվ հակագրոհներ։ Ի պատասխան Կիևը հայտնել է ռուսական 91 անօդաչուների եւ 2 Իսկանդեր-M բալիստիկ հրթիռների ոչնչացման մասին։ Սակայն Ուկրաինայի էներգետիկ նախարարությունը հաստատել է, որ մի շարք մարզերում, այդ թվում Խարկովում, Սումիում եւ Օդեսայում էներգետիկ օբյեկտները լուրջ վնասներ են կրել, ձմռան նախաշեմին ստեղծելով ծանր իրավիճակ։ Զելենսկու շրջագայության թերևս ամենաանկանխատեսելի եւ կարեւոր կանգառը նախատեսված է նոյեմբերի 19-ին Թուրքիայում։ Զելենսկին հաստատել է, որ մեկնում է Անկարա, փորձելով վերակենդանացնել Ռուսաստանի հետ բանակցությունները պատերազմի ավարտի շուրջ։ Նախաձեռնությանը բացառիկ կշիռ է հաղորդում այն փաստը, որ ըստ թուրքական աղբյուրների բանակցություններին կմիանա նաեւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ դաշնության ներկայացուցիչ այդ հանդիպումներում չի լինելու։ Միջազգային մամուլը Զելենսկու այս շրջագայությունը դիտարկում է որպես հստակ մշակված երկուղի ռազմավարություն։ Առաջին ուղին ուժի ցուցադրությունն է եւ պատրաստությունը երկարատև պատերազմին։ Ֆրանսիական ռաֆալների գործարքը ուղիղ ուղերձ է Մոսկվային, որ արևմուտքի հոգնածության մասին Կրեմլի հաշվարկները սխալ են։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքերը, թե հույս ունի, որ խաղաղությունը ձեռք կբերվի մինչև 2027 թվականը, սթափեցնող իրատեսության դրսևորում են։ Դաշնակիցները ցույց են տալիս, որ պատրաստ են աջակցել Կիևին ոչ թե ամիսներ, այլ տարիներ շարունակ։ Երկրորդ ուղին դիվանագիտությունն է ուժի դիրքերից։ Ապահովելով իր բանակի տեխնոլոգիական հզորացումը, Զելենսկին Անկարա է մեկնում ոչ թե որպես խնդրող, այլ որպես կողմ, որի ռազմական ներուժը գնալով աճում է։ Սա փորձ է ստեղծելու մի իրավիճակ, երբ Կրեմլի համար պատերազմի շարունակումն ավելի թանկ եւ անհեռանկարային կդառնա, քան բանակցությունների վերադարձը։ ԱՄՆ-ի ներգրավվածությունն այս գործընթացին լրացուցիչ լծակ է ստեղծում։ Այսպիսով Վլադիմիր Զելենսկին փորձում է լուծել գրեթե անհնարին թվացող մի հավասարում։ Միաժամանակ զինել իր երկիրը տասնամյակների դիմադրության համար եւ ստեղծել պայմաններ այդ պատերազմը հնարավորինս շուտ դիվանագիտական սեղանի շուրջ ավարտելու նպատակով։ Տասնամյակների դիմադրության մասին արևմտյան մամուլի վերլուծականներն առաջին հայացքից համոզիչ են հնչում, սակայն միայն անցած մեկ օրում ռուսական հետախուզության տվյալներով ուկրաինական բանակը կորցրել է 1250 մարդ։ Իսկ նոյեմբերի 18-ին ռուս-ուկրաինական պատերազմի 1364-րդ օրն է։ Եթե նույնիսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալները ուռճացված են, այդուհանդերձ հազարավոր օրեր դիմադրությունը ամեն օր 1000-ից ավելի զոհեր տալով հենց առաջնագծում պատերազմողների համար շատ տխուր վիճակագրության մասին է հուշում։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Եվ վերջում մեդիա գրագիտության շաբաթվա շրջանակում մենք հյուրընկալել ենք Օհանյան կրթահամալիրի աշակերտներին, նրանք ծանոթացել են մեր աշխատանքին, շրջել խմբագրությունում, շփվել լրագրողների ու մեկնաբանների հետ։ Դե իսկ մենք այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, առավել թարմ տեղեկատվությամբ Free News-ը եթերում կլինի ժամը 13-ին, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարին ընդ ձեզ։